Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ներկայանեմ, ես Հասմիկն եմ, ես Հելոբիթից Մխիթարյան Հասմիկ։ Ես տուժվել եմ Հելոբիթ հարթակից, որը իրենց ներկայացնում էր ՏՍՔ ներդրումային նախագիծ։ Տվյալ ներդրումային նախագծում գումար եմ ներդրել 5000 ԱՄՆ դոլար։ Հոկտեմբեր ամսին եմ ներդրել, այսպես ասած, որից հետո արդեն չհասցնելով գումարս կանխիկացնել, հարթակը արգելափակել է, մեր կանխիկացումները ու էլ հնարավորություն չի եղել։ Հելոբիթի մասին ինչպես եք տեղեկացել, որովհետև այդքան է ընկերական շրջապատից եմ տեղեկացել, իրականում բավականին տարածված է, ես ինքս ունեմ դրա հետ կապված բավականին այս պահին, այսինքն խնդրից հետո ինքս եմ ուսումնասիրել, հասկանալու համար ինչ է կատարվում, որտեղից է այս ամեն ինչը ծագել ու իրականում ինչ է իրանից ներկայացնում։ Արդյունքում հասկանալի դարձավ, որ բավականին մեծ ընդլայնված տարածում է ունեցել, պլակատներ, պաստառներ, ֆլայերներ, նույնիսկ գրասենյակ է գործել, որը զբաղվել է դրանով։ Ես ինքս վստահել եմ այս հարթակը, որովհետև տեղյակ եմ եղել, որ այստեղ կան անձինք, հայեր, որոնք այստեղ են հիմնադիրներ են, որպես համարվել։ Ամենայն դեպս ըստ իմ տեղեկատվության, իրենք որպես վստահելով, որ հայերն են, կա գրասենյակ, վստահելի հարթակ է, մարդիկ ամիսներ շարունակ կարողանում են իրենց գումարները կանխիկացնել, ինչու՞ չէ նաև միգուցե մենք էլ փորձենք, բայց արդյունքում ստացվեց այն, ինչ որ եղավ։ Դրա հետ կապված միգուցե դուք էլ հարցեր տաք, ես մանրամասնեմ։ Այդքան մեծ գումար ռիսկ արեցիք ներդնել։ Մի անգամ ձեր մտքով չանցավ ուրիշ տեսնել այն մարդկանց կամ այցելել այն գրասենյակ, որտեղ այդքան մեծ գումար եք։ Ես չհասցրեցի, ես հոկտեմբերի կեսերին եմ ներդրումը կատարել։ Մինչ դնելը իմ ընկերական շրջապատը արդեն մի քանի ամիս շարունակ բավականին մեծ գումարներ էին ներդրել ընտանիքի անդամներով, իրենց ողջ կանխիկացրել էին։ Եղել են նաև կանխիկացնողներ, եղել են նաև չտուժողներ, բայց քաղաքացին ընդհանրապես, քաղաքացին իրավունք ունի հավատալու պետական մարմիններին, որ քանի որ երկրում կա գրասենյակ բացված, քանի որ բոլորն են տեղյակ այդ մասին, հետևաբար նաև իրանք Դա գրանցված ապրանքանիշ է։ Տեսեք, բաց կայք ա եղել, բաց հարթակ ա եղել, տեսեք, այնուամենայնիվ քաղաքացին իրավունք ունի վստահելու իր պետությանը, որ եթե սա խարդախ կառույց լինի, ապա խարդախ կառույցը փակված կլինի, կամ ինչ-որ կկանխարգելվի այս ամեն ինչը եւ այնտեղ այո ներդրումներ անելը գուցե եւ ռիսկային լինի, բայց եթե այդ ամեն ինչի նկատմամբ վերահսկողություն չի եղել, ինչը մենք համարում ենք համակարգային ձախողում, դրա համար էլ տեսեք, ես ասում եմ, որ գործել են գրասենյակներ, փակված են եղել պաստառներ եւ այլն։ Այդ գրասենյակը որևէ հասցե ունեցել է, երբևէ որևէ մեկ այցելել է։ Քաղաք Էջմիածնում, բայց ես ինքս անձամբ չեմ հասցրել մոտենալ գրասենյակ։ Եղել է քաղաք Էջմիածնում, կան գրասենյակի լուսանկարները, կան տվյալ անձանց լուսանկարները, ովքեր որ գլխավորել են գրասենյակը եւ իրականացրել են տեղեկատվության տարածումը, որ այսպես ողջ հանրապետության տարածքում ընդլայնվել է ամբողջ ինֆորմացիան։ Եվ բացի այդ նրանք համագործակցել են, բացի այդ նրանք ասեք նաեւ որ համագործակցել են Հայաստանում ներկա պահին նաեւ գործող ռեստորանների հետ, որովհետեւ հեսա Ֆորում ռեստորանում ընթացել են բոլոր իրենց միջոցառումները, բավականին մեծ խոշոր երեկույթներ, վիդեո հոլովակներով, մարդկանց համար կազմակերպել են ճաշկերույթներ, ովքեր որ այնտեղ գումարներ են վաստակել, ովքեր ներդրել են եւ գումարներ վաստակել են, իհարկե մեր հաշվարկներով դրանք եղել են 20-ից մեկը, 20-ից մի ներդրողը այնտեղից վաստակ ա ունեցել եւ ովքեր որ գումարներ են վաստակել, նրանց գումարները տրամադրել են արդեն շքեղ ռեստորաններում, ճաշկերույթներով, հյուրասիրություններով, հոլովակներից մեկում լիարժեք երևում է, որ ֆորում ռեստորանն է, բայց դրանից բացի մնացած օբյեկտները, որտեղ որ իրենք նկարվել են անվանումներ, այդպես չի երևում, որ կարողանան բարձրաձայնել, բայց մեծ ամասնությունը միջոցառումների այդտեղ է իրականացվել, կան շատ համ լուսանկարներ, համ վիդեո հոլովակներ։